Լույսը շատ բարի է, օրն էլ է բարի, Տերը օրհնի ձեր օրը, ձեր ընթացքը, ձեր ապագան, լավ օրեր եմ մաղթում ձեզ։ Ուզում եմ մի քիչ աստվածաշնչյան հերոսներից խոսել, այսօր խոսալու եմ Պողոս առաքյալի կյանքից։ Եվ իր կյանքը մեծ օրինակ է մեր համար, ինքը իր կյանքի մասին վկայում է, թե ինչպես Քրիստոսի հետ անցավ մի ճանապարհ, փշոտ եւ քարոտ եւ հաղթեց։ Ես եւ դու էլ կանցնենք, սիրելիներ, կարդում եմ 2 Կորինթացիս 11-րդ գլուխ 23 խոսքից, ասում է Քրիստոսի պաշտոնյաներն են, հիմարությունով եմ ասում, թե ավելի ես, մանավանդ աշխատանքներով, ծեծերով էլ ավելի, բանտերի մեջ մանավանդ, մահերով շատ անգամ, հրյաներիցը 5 անգամ 40-ից մեկը պակաս ծեծ ընդունեցի, 3 անգամ ծաղկով ծեծվեցա, 1 անգամ քարկոծվեցա, 3 անգամ նավակոծ եղա, մի ցերեկ ու գիշեր անդունդումը մնացի, շատ անգամ ճանապարհներումը, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ, շատ անգամ արթնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, բացի արտաքին նեղությունները ինձ վրա կիտվում են ամեն օր, ամեն եկեղեցիների հոգսը, ով կգայթակղվի, ես չեմ բորբոքվիլ, եթե պարծենալ պետք է լինի, իմ տկարությունովը կպարծենամ, ահա սա մի հրաշք մարդու մասին է, Պողոս առաքյալի, ով անցավ ճանապարհ, արտաքինից կարծես ասես, իր կյանքում Աստված չկա, բայց Աստված իր հետ էր, Տերը իր հետ էր, ամեն ժամանակ, ասում է, բոլորը թողեցին ինձ, բայց Տերը իմ կողքին էր։ Սիրելիս, միգուցե մենք իհարկե այսպիսի բաների միջով չենք անցնում հիմա, եթե ինչ-որ նեղության խնդրի մեջ ես, հիշի Տերը քո հետ է, կանցնենք, ամեն բան կհաղթարենք Տերովը զորանանք եւ նրա զորության կարողությունովը, ամեն։